Բարև ձեզ։ Ինձ թվում է ժամանակն է, որպեսզի բացահայտվի ճշմարտությունը։ Ներեցեք, ինչ ճշմարտություն, ով եք դուք։ Ներկայանամ։ Անունս Ռուբեն է։ Իսկ թե ինչ ճշմարտություն, այդ մասին ամեն ինչ այստեղ է։ Երիտասարդ, երևի դուք մոռանում եք, որ գտնվում եք Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ես հենց հիմա կարող եմ ոստիկանություն զանգել։ Չեմ մոռանում։ Բայց վստահ եմ, որ չեք կանչի։ Ինչու եք համոզված։ Մի պարզ պատճառով։ Դուք ինքներդ չեք ցանկանա, որ այս թղթապանակի բովանդակությունը բացահայտվի ոստիկանությունում։ Իսկ այստեղ ձեր մութ անցյալն է Ամերիկայում։ Չհասկացա։ Ես ինքս էլ չեմ ցանկանա, որ սա հայտնվի ինչ-որ մեկի ձեռքում։ Բացի ձեզնից իհարկե։ Ես արդեն երկու պատճառ ունեմ, որ ինձ թույլ կտան 10 րոպեից ձերբակալել ձեզ։ Նախ որ անհանգստացնում եք ինձ, եւ երկրորդ որ շանտաժի եք ենթարկում։ Իսկ ինձ այս մեկն էլ հերիք է, որ դուք հայտնվեք ճաղերի ետևում։ Իսկ ինչու չեք ցանկանում իմանալ, թե ինչ կա այս թղթապանակում։ Ինչ մանրամասներ, լուսանկարներ, եւ ընդհանրապես, որտեղից ինձ այսքան ինֆորմացիա ձեր մասին։ Լսեք, ով եք դուք։ Ասացի։ Անունս Ռուբեն է։ Լավ, ասենք թե ուզեցի իմանալ, թե ինչ կա այդ թղթապանակում, ինչ պիտի փոխի դա։ Եկեք այսպես պայմանավորենք։ Խաղի կանոնները ես եմ թելադրում։ Մի պարզ պատճառով։ Այն է ձեր մութ անցյալի մասին տեղեկացված լինելուց։ Իդեպ, զգուշացնեմ նաև, որ եթե հանկարծ ինձ հետ ինչ-որ բան պատահի, համապատասխան մարմիններն անպայման կտեղեկանան, որ դա ձեր ձեռքի գործն է, քանի որ այս թղթապանակի մեկ օրինակը կհայտնվի ճիշտ ժամանակին, ճիշտ վայրում։ Լսեք, վերջապես ինչ եք ուզում ինձնից։ Դուք ինքներդ շատ լավ հասկանում եք, թե ինձ ինչ է հարկավոր այս թղթապանակի դիմաց։ Բայց ես մի երկու օրից կգամ, որպեսզի դուք ժամանակ։ Ինչ ժամանակ։ Ինչի համար ժամանակ։ Ճշտելու, խորհելու, կենտրոնանալու եւ վերհիշելու, թե Ամերիկայում գտնվելու առաջին օրից ինչով էիք զբաղվում։ Իսկ սա փողեր արժի։ Մեծ փողեր։ Մի մտածեմ, ես երկու օրից անպայման կգամ։ Իդեպ, բարևեք նաև ձեր աղջիկը։ Մտեք։ Տեսնում եմ մամաս չի դիմացել ու քեզ ասել է, հա։ Կներես, բայց ես մամայի չեմ տեսել։ Ուզում ես ասել, տեղյակ չես, որ այսօր ես ու դու տեղ ենք գնում։ Ուզում եմ ասեմ, որ տեղյակ չեմ։ Ուրեմն տեղեկացնեմ, խոր ջան։ Այսօր ես ու դուք համար մի հատ շատ հաճելի տեղ ենք գնալու։ Իսկ կարո՞մ եմ իմանամ այդ հաճելի տեղը որտեղ է։ Չէ, սուրպրայզ է։ Այն օրը պատահականությունն էր, որ դու մերին եկաք ինձ միաժամանակ տուն տանեք։ Ուզում ես ասես հիմա էլ է պատահականություն, որ երկուստ էլ ուզում եք ինձ սուրպրիզ անեք։ Պատահականությունը պատահականություն, բայց ճիշտ ասած ինձ Մերի սուրպրայզը շատ հետաքրքրեց։ Հատկապես որ բանը քեզ ավելի շատ հետաքրքրեց։ Այն թե ում սուրպրայզը կընդունես, իմ թե իրա։ Ինձ շատ հետաքրքիր է։ Վերջս տեղս եմ հասցնելու։ Անի հանգստացի ես չէ ուզում քեզ վիրավորեի։ Թող։ Դու ճիշտ ես։ Դու ճիշտ ես, ես հիմարի մեկն եմ։ Հիմարի մեկն եմ, որ շարունակում եմ սիրել ու սպասել մի մարդու, որ երևի Ամերիկայում արդեն իրան ուրիշին է գտել։ Հանգստացի, հա։ Դու հիմար չես։ Բայց այդ դեպքում դու ով ես։ Ով ես, որ ինձ ասում ես, ես սպասեմ խորենին, թե չէ։ Ես։ Հա դու։ Դու ով ես, որ քեզ իրավունք ես վերապահում խորենի մասին նման ձևով արտահայտվել։
Եթե դու ինձ կամ Խորենին քո ընկերն ես համարում ու որոշ բաներ ես արել մեր համար, դա դեռ քեզ իրավունք չի տալիս նման ձևով խոսել։ Կարաս 2 րոպե սուս մնաս։ Ես գնում եմ։ Շատ շնորհակալ եմ քեզնից ամեն ինչի համար։ Սպասի։ Կարան, գործերդ վերջացնես անցի ինձ մոտ։ Հա, անպայման։ Մենք միջև չխոսանք, դու ոչ մի տեղ չես գնա։ Հիմա կգնաս քո աշխատասենյակ, կհանգստանաս։ Մի քիչ հետո ես կգամ, կխոսենք։ Բոլորը ճիշտ էին, հա։ Խորենը գնաց ու ինձ մոռացավ։ Չէ, դա հնարավոր բան չի։ Հնարավոր բան չի։ Ես չեմ հավատում։ Բարև Լիլիթ։ Հայ Մերի։ Գներս հեռախոսս չարժից ընկել էր, դրա համար չկարողացա Խորենին ասեմ, որ ստեղ եմ։ It's okay։ Ուզում ես ես կանչեմ իրան ասա։ Հա, please, եթե դժվար չի։ Շատ սիրուն ես այսօր։ Խորենը ասաց ինչ-որ surprise ունես, հա, իր համար։ Thank you։ Դու էլ ես շատ սիրուն։ Խորենը անհամբեր սպասում էր։ Ինքն էլ է շատ սիրունացել։ Ուրախ եմ։ Կներես իհարկե, բայց պարտավոր եմ իմանալ, թե ուր եք գնում։ Քանի որ Խորենը առայժմ մեր հյուրն է։ Առայժմ դուրս եկավ, բայց ինչքան գիտեմ, Խորենը որոշել է մնա Ամերիկայում, չէ՞, so էլ հյուր չի։ Բարև Մերի։ Բարև Խորեն, եթե պատրաստ ես գնանք, հա։ Ընկերներս որ կողքից տենային, ծիծաղից կմեռնեին։ Չի ընկերներդ, հեսա ես ծիծաղից կմեռնեմ։ Ինչ կա, ասեք, ես էլ ծիծաղից մեռնեմ։ Համ դու համ Լիլիթը նույն օրը, նույն ժամին որոշել եք, որ իմ համար անակնկալ անել։ Իսկ ես Դա հաճա չէ, որ տղամարդկանց փոխարեն կանայք են որոշումներ կայացնում։ Առավել քան։ Դե վերցրու էլի Խորեն։ Խնդրում եմ էլի վերցրու։ կներեք ինձ Երևանից զանգակալից։ Ալո։ Խոր։ Ինչ լավ է որ պատասխանեցիր։ Ոնց կարող է չպատասխանեմ, երբ դու ես զանգում Անի ջան։ Մի վարքյան ան։ Կներեք երեխեք։ Ես շատ զգացված եմ, որ երկուսով էլ ուզում եք ինձ ուրախացնել։ Բայց այս զանգը ինձ արդեն շատ ուրախացրեց։ Ու ինչ վերաբերվում է իմ որոշմանը, այս երկու օրը կիմանաք։ Հա Անջան։ Էս էլ երկրորդ անգամ։ Խելքի արի։ Դու էլ։ Մամ, ինչ-որ բան ա եղել։ Նստի կասեմ։ Դեմքիդ գույն չկա։ Հիմա որ ասեմ, քո դեմքի գույն էլ կգնա։ Ասա մամ, ինչ ա եղել։ Լիք, ինձ թվում է հայրդ ողջ է։ Ոնց թե ողջ է։ Եվ իր ուզածներին կամաց հասնում է։ Մի րոպե, մամ, մի րոպե, տենց բան չի կարա լինի։ Ես էլ էի կարծում։ Բայց գիտես,
Այստեղ գալու առաջ օրվանից միշտ կասկածներ կային սրտիս մեջ։ Ինչ-որ տարօրինակ կասկածներ։ Մամ, դու ինչից ենթադրեցիր, որ papan ողջ է, հա? Չգիտեմ։ Ինձ համար այդպես էլ հանելուկ մնաց։ Թե ինչու պապդ չթողեց ամուսնուս դին տեսնեմ։ Ես երեխա եմ, բայց լավ հիշում եմ, որ ասում են դեմքը այլանդակված է, հնարավոր չի ճանաչել, փոխվել է, որ ավելի լավը չտեսնենք։ Մենք միամիտներս հավատացինք իրենց։ Ման, բայց դու իմ հարցին չպատասխանեցիր։ Ինչից ենթադրեցիր, որ papan չի մահացել։ Լիք, որ սենց գնա, ոչ թե կենթադրեմ, այլ կհամոզվեմ։ Մամ, դու պարտավոր ես ինձ հետ պարզ, հասկանալի ու փաստերով խոսել։ Ինչ ժամանակ դու աղջիկս։ Մի քանի բաներ կան։ Նախ ես պիտի պարզեմ, հասկանամ, հետո քեզ ամեն ինչ կասեմ։ Ոստանում եմ։ Ավելի լավ կլիներ այդ մի քանի բանը հասկանայիր, պարզեիր, հետո նորից թեման բացեիր։ Լիք վաղ ինչ ես անելու։ Հեչ, մեքենան պիտի տանեմ լվանալու, հետո էլ քո երես տվածին տանեմ մի քանի տեղ։ Լավ։ Խորեն ես քո հետ լուրջ բան ունեմ խոսելու։ Հա, մեր ջան։ Ինչ ջան։ Անջան։ Լավ, երևի սխալ լսեցի։ Ինչ լսեցիր, որ։ Չէ, ոչ մի բան կարևոր չի։ Ես ուզում եմ, որ դու բացատրես քո անտարբերությունը իմ հանդեպ։ Լավ էլի, ինչ անտարբերություն։ Խորեն, եթե դու այդտեղ ինչ-որ մեկին գտել ես, դու ինձ ասա, ես կհասկանամ։ Բայց ես պիտի ճիշտը իմանամ, հասկանում ես, ինչ ուզում ա լինի, դու ինձ ասա։ Ինչ մեկ, ինչ երկուս, հենա դրանց դիմաց աղջիկների հերթակուտակն է։ Ես քո հետ լուրջ եմ խոսում, Խորեն։ Լավ էլի, անջան։ Խորեն, դու ինձ ճիշտն ասա։ Հավատա, ես քեզ կհասկանամ։ Դժվար թե հասկանաս, անջան։ Ինչ էլ ուզում ա լինի, թեկուզ ամենադաժան ճշմարտությունը, ես պիտի նախ քեզնից իմանամ, Խորեն։ Անջան, սովորաբար 9-ից 6 աշխատում։ Աշխատանքի ընթացքում չեմ կարող հեռախոսով խոսել։ Մի րոպե էլ չես կարող։ Չէ, անջան, այդ մի րոպեն ստեղ փող արժի։ Գործի ժամանակ մենակ գործ։ Լավ էլի, Խորեն։ Մարդու մտքին տեղ լինի։ Լավ էլի, ան։ Մտի Skype, հա? Մտի Skype-ով խոսանք, հերիքա փող ծախսես։ Չէ, հիմա չեմ կարող։ Հա, աշխատում ես։ Ինչ իմացար։ Տենում ես, դու ինչ չէիր ասել, որ աշխատանքի ես ընդունվել, բայց ես քո մասին ամեն ինչ գիտեմ։ Խորեն, ցավը տանը մի մտածի, ամեն ինչ լավ է լինելու։ Ես տեղ աշխատում եմ, որ դու օր առաջ գաս մոտս։ Խորեն, ես քեզ սիրում եմ։ Աստի։ Ինչ ես նայում, ինչ ա եղել։ Քեզ ու այդ աղջկան ինչ ա կապում իրար հետ։ Ում Անին նկատի ունես։ Հա։ Ինչ կա ձեր մեջ։ Ոչ մի բան, պապ, ինչ պետք է լինի, որ։ Լսի։ Պետք է նմանեմ հիմարի։ Հա, դե պապ։ Հա, դուրս գալիս է, բայց իրա ուշքում միտքը խորեկն ամենակ։ Հեռու մնա այդ աղջկանից։ Չհասկացա։ Ինչ կա չհասկանալու։ Ասում եմ հեռու մնա այդ աղջկանից։ Նա չի կարա քո կողքը լինի, Կարեն։ Չհասկացա, պապ, հիմա էլ որոշել ես իմ անձնական կյանքը քո ճաշակով դասավորես, հա։ Այդ կամպանիոններից հետ ուզում ես քավոր սանիկ խաղաս։ Այդ ում աղջկան ես ուզում վրես սաղցնես։ Լսի, եթե ուզում ես, որ Անին աշխատի մեր ընկերությունում, քեզ այլևս նրա կողքին չտեսնեմ։
Իսկ եթե չանես նենց ոնց որ ես եմ ասում, դու էլ ինքնդ կգնաք այնտեղ, որտեղից հայտնվեցիք։ Այսինքն անհայտություն։ Կասես քեզ ինչով է խանգարում անին։ Դեռ չկա տենց մարդ, որ ինձ խանգարի։ Բա ինչի տենց հանկարծ միանգամից անին սկսեց քո դուրը չգալ։ Իսկ ով ասում, որ անին իմ դուրը չի գալիս։ Անին հրաշալի աղջիկ է։ Բա ինչ է կատարում, կբացատրես հասկանամ։ Կգա ժամանակը։ Կիմանաս այդ մասին։ Իսկ հիմա փորձի զսպես զգացմունքներդ։ Ես չեմ ջոգում։ Քեզ անին է խանգարում, թե իմ զգացմունքները։ Երկուսը միասին։ Չաներսես։ Դու գուցե կարող է, բայց անցյալը քեզ չի մոռացել։ Ոնց ասել էիք, տենց էլ արել եմ։ Դնում ես, որ ամեն ինչ լավ է, դու էլ վախենում էիր։ Չէի վախենում, ուղղակի զգուշանում էի։ Ու ինչ, համոզվեցիր, որ ես քո փոխարեն արդեն զգուշացել էի։ Հա։ Բոջան, դու լավ տղա ես, ուրեմն լավ էլ դերասան ես։ Բայց համոզվեցիր, որ ամեն մարդ կարա իր կյանքում ու տանցյալ ունենա։ Դե ես ուղղակի զգուշանում էի, բա որ այդ կին հանկարծ չունենար։ Միշտ հիշի, ամեն մարդ իր կյանքում մի հատ մեղք կա գործում։ Ու դրա մասին իմանում է ինքը կամ 1-2 հոգի, ոչ ավել։ Հիմա 2 օրից նորից գնալու եմ իր մոտ։ Հա, գնալու ես, բայց առանց այս թղթերի։ Մեր նախադասություն կխոսած, ուշագնաց կլինես ու կընկնես։ Ոնց ուշագնաց լինա։ Ոնց։ Դերասան չես։ Հենց իր օֆիսի մեջ։ Կընկնես ու աշկիրդ այնքան ժամանակ չբացես, մինչև իմ ձենը չլսես։ Ճիշտ ասած չեմ հասկանում այս թատրոնի իմաստը, բայց ոնց կասեք։ Ռոբոջան, կյանքը հենց ինքը թատրոն է։ Կարևորը ես եմ հասկանում։ Ես քո այսօրվա աշխատանքի համար Ես բոլորը ինձ։ Այո, այդ բոլորը քեզ։ Բայց ստեղ իմ 2 ամսվա աշխատավարձի շատ փող կա։ Բա Ռոբոջան, էսի Ամերիկա է։ Կարող է 2 ամիս չարչարվես, բայց այդ նույն գումարը 15 րոպեում աշխատես։ Մյուսը 2 օրից կտամ։ Ես չեմ կարող տեսնում, թե դու ոնց ես կյանքդ անիմաստ տեղը վատնում ինչ-որ մեկին սպասելով։ Արի թատրոն չխաղանք, հա Կարեն։ Ես լրիվ համաձայն եմ։ Ինչ ա մտքինդ, մի անգամից ասա։ Ինչ է քեզ թվում, որ մենք չենք կարող միասին լինենք։ Դու ձեռ ես առնում։ Թե տեղյակ չես, որ ուրիշին եմ սիրում։ Ես կարամ սպասեմ այնքան, մինչև դու իրան մոռանաս։ Հարց է։ Աստորեն ես պատճառով էիր հա իմ համար այդքան բան անում։ Անի ոնց ուզում ես հասկացի։ Ուղղակի ես ուզում եմ դու հասկանաս, որ խորենը քո սերը չի։ Դու անիմաստ քո համար հեքիաթ ես ստեղծել ու ապրում ես մեջը։ Ուզ մնա։ Լրի էլ ոչ մի բան չխոսես, այդ իմ հեքիաթն է։ Ինչի ես ուզում իմ հեքիաթը քանդել, դու էլ գնա քո համար հեքիաթ ստեղծի։ Ուզում եմ քեզ իրականություն բերեմ։ Իսկ ես չեմ ուզում։ Ես ուզում եմ իմ ամբողջ կյանք ապրել իմ հեքիաթում։ Մենակ։
Դու ինչի ես մենակ։ Ինչի կողքիդ ոչ ոք չկա։ Շատերը կուզեին քո կողքին լինել, ինչի չկան։ Անես հասկանում, քո համար հիմա շոկ է։ Դու չէիր պատկերացնում, որ ես կարող եմ այսքան անկեղծանամ քո մոտ։ Բայց խնդրում եմ, հասկացի։ Բայց անկեղծանալուց առաջ մտածել էր պետք, Կարեն։ Անի։ Թող։ Մամ, որ հանկարծ մի օր ասեմ խորենը սկսելա վրես ազդել, չզարմանաս։ Ինչ է եղել։ Առանձնապես ոչինչ։ Ուղղակի այդ տղեն ոչ մի որոշում չի կարողանում կայացնել, մամ։ Հիմա հասկացա։ Այրոք շատ դժվար բան է։ Սարսափելի բան է, երբ որ տղամարդը չի կարողանում որոշում կայացնել։ Բայց այս դեպքում Լիլիան, թույլ որ քեզ հետ չհամաձայնեմ։ Որ դեպքում, մամ։ Եմ որ եթե խորենը այս պահին չի կարողանում որոշում կայացնել, դա դեռ չի նշանակում, որ դա պիտի քո վրա ազդի։ Բա ինչ։ Ես իր համար ամեն ինչի պատրաստ եմ։ Իսկ ինքը այն ամենափոքր որոշումները նույնիսկ չի կարողանում կայացնել։ Հա, բայց մենք արդեն խոսել ենք այդ մասին, Լիլ, միշտ ապիր։ Հիշում ես, որ ես քեզ հարցրեցի, վստահ ես, որ սիրում ես խորենին։ Հա, ես էլ ասեցի, վստահ եմ։ Որ արվեստագետի կին լինելը հեշտ չի։ Հա։ Եվ որ խորենը ամեն օր պիտի ոգևորված լինի քեզնով, հիշում ես։ Հա, մամ, հիշում եմ, բայց էլ ինչ անեմ։ Միշտ ապիր, աղջիկ ջան։ Միշտ ապիր։ Ես խորենին չեմ պաշտպանում։ Բայց իրեն էլ հեշտ չի, օտար երկիր է։ Չնայած որ մենք իրեն շատ լավ ենք ընդունել, բայց միևնույն է, այս տունը իր համար օտար է։ Էլ չեմ խոսում ամենակարևորի մասին։ Իսկ ո՞րն է այդ ամենակարևոր բանը։ Փողը Լիլ։ Փողն է ամենակարևորը։ Այդ տղան դեռ կայուն աշխատանք չունի։ Փողը նույնպես չունի։ Հազիվ նոր քայլեր անում, որ կարողանա իրան գտնել այս օտար երկրում։ Եվ որ մեկիս համար է հեշտ եղել այս երկրում, որ այս երկիրը բացահայտում է մարդու բոլոր կարողությունները, Լիլ, բոլոր։ Այնպես որ միշտ ապիր, մի մեղադրի ու ոչինչ մի պահանջի իրանից։ Ասում ես ինչու ես եկել։ Չես ուզում նստես։ Դու գիտեիր ում տուն ես հյուր գալիս։ Գիտեի։ Բայց եկար։ Այո։ Մենք պետք է խոսենք։ Այդպես մի խառնվեք իր բանոն Նարսես։ Ամեն ինչ նորմալ է։ Ինձ համար էլ է մեծ անակնկալ, երբ ես իմացա, որ Անիս քո տղայի հետ ընկերություն անում։ Եվ շատ ուրախացա, չէ՞ դրա համար։ Բոլորովին։ Մանավանդ որ աղջիկս ընդհանրապես քո տղայի ընկերոջ նշանածն է։ Ասի Մարիկ, դու ինչու ես ուզում իմ տուն գալ։ Ուզում եի քեզ տեսնել։ Ու շնորհակալություն հայտնել։ Տեսար։ Հայտնեցիր։ Հետո։ Հետո դու եկար ինձ հյուր։ Ասում ես ինչու ես եկել։ Ասի Մարիկ։ Կարենը անտարբեր չի անի իր հանդեպ։ Դու դա գիտեիր։ Հետո ինչ։ Անիս շատ ետկրպագուներ ունի։ Դե թող մեկն էլ Կարենը լինի։ Թեպետ Անիս պատրաստվում է Ամերիկա գնալ։ Սիրած տղայի մոտ։ Եթե
Ուզում ես հենց հաջորդ շաբաթ անին կլինի Ամերիկայում։ Ինչ բարի ես։ Ինչպես տարիներ առաջ։ Լսի, քեզ քանի անգամ կարող եմ ասել, որ ես այդ մարդու մահվան մեջ մեղավոր չեմ։ Ես ինչ-որ բան ասացի։ Չասացիր, բայց մտածում ես տենց։ Գուցե։ Ես ինչով օգնեմ քեզ։ Ես ընդհանրապես ուզում էի, որ անես աշխատանք ունենա, եւ նա ունեցավ։ Ինձ էլ ոչինչ պետք չի։ Ես դա արել եմ, առանց իմանալու թե անին ում աղջիկն է։ Եթե իմանայիր, արդեն կարևոր չի։ Սուրճ կուզես, պարոն Ներսես։ Եթե դու տարիներ առաջ ես մի երիտասարդ էի ճանաչում, ով բազում երազանքներ ուներ ու շատ էր սիրում կյանքը։ Իսկ հիմա տարիներ անց այդ երիտասարդը նստած է իմ դիմաց, ով դարձել է երազանքներ կատարող։ Տարիներ առաջ ես իրենց չէի վախենում։ Իսկ տարիներ անց մոռացա, սուրճ պիտի չէ պատրաստում։ Ինչ ա եղել, մագա, չգիտես, որ զբաղված եմ, ինչի ես կանչել։ Լացել ես։ Ինչ։ Ես հղի եմ։ Ումից։ Մամաս ինձ կսպանի, հասկանում ես, կսպանի։ Լավ, հանգստացի։ Մի հատ կարգին բան ասա, հասկանամ, ումից ես հղի, երբ ես հղիացել։ Ես երդվում եմ, որ ոչ մեկ հետ ոչ մի բան չեմ արել։ Երևի Սուրբ Հոգուց ես, չէ հղիացել։ Անձեռ մի առ, հա։ Բա հասկանում ես ինչ ես խոսում։ Ոչ մեկի հետ չես քննել ու հղիացել ես։ Դե մենակ են դատախազի տղու հետ։ Ինչի եմ ես այսքան դժբախտ։ Լավ, հանգստացի։ Հանգստացի, մտածեմ, տեսնեմ ինչ կարանք անենք։ Ես գիտեմ ինչ կանեմ։ Ես կազատվեմ այս երեխուց։ Հա, ու հետո ամբողջ կյանքդ կզղջաս։ Ես ուրիշ ելք չեմ տեսնում, ես չգիտեմ ինչ անեմ, հասկանում ես, Արման ինձ հենց կյանքում չի ընդունի։ Բացի այդ Արմանը նենց մարդ չի, որ իրան խաբեմ, ասեմ, Արման ջան, գիտես, ես քեզանից հղի եմ։ Ինչի Արմանի հետ։ Վերջացրու։ Արմանը նման չի մյուսներին։ Լավ, Արմանի մի րոպե մոռաց։ Այ մագա։ Խնդիրները շատ եմ կարողանում լուծել հիմա այդքան։ Խնդրում եմ էլի, օգնի հասկանամ ինչ անեմ։ Ինչ պետք է անես, գնա այդ տղային ասա, որ իր երեխային է սպասում։ Ապրես։ Շատ լավ խորհուրդ ես տալիս։ Դու գիտես այդ տղեն իր հոր հետ ինձ ուր կուղարկի։ Ես ասում էի, չէ։ Ասում էի, որ քո այս գլամուրային կյանքը քեզ ոչ մի լավ բանի չի բերի։ Մի սկսի էլի։ Մագա այդ երեխեն մեղավոր չի, որ դու խելք չունես։ Հանգարտ չմտածված քայլեր չանես, լսում ես, կսպանեմ քեզ, այդ երեխուն չվնասես։ Չէ, ես ոչ մի բան չեմ անի, հասկանում ես, ես ուղղակի ասում եմ, բայց ես ինքս վախենում եմ, շատ եմ վախենում։ Ոստե Արմանը ինձ էս չի ընդունի։ Ես ինքս առանց հայր եմ մեծացել, հասկանում ես, ու չեմ ուզում, որ իմ երեխան էլ անտեր մեծանա։ Առանց հայր մեծանալը ողբերգություն չի, հանգստացի։ Սիրում ես Արմանը։ Արմանը տարբեր է, նման չի, ոչ մեկին նման չի, հասկանում ես։ Իրան
Սիրում եմ շատ։ Ոչինչ որ ինքը հարուստ չի, բայց դե Ինչ բանա չէ սերը։ Մեկը պատրաստ է ամբողջ կյանքում սպասել, մյուսն էլ պատրաստ է ամբողջ կյանքում կոպեկներ հաշվել։ երևի։ Բայց հիմա էլ չեմ կարող։ Արման ինձ էլ չի ընդունում։ Այդքան համոզված մի եղի, ամեն դեպքում խոսի մի հատ Արմանի հետ։ Այդ լուծում չի։ Այդ ես եմ սիրել արվել Արմանին գլուխս կորցրել, բայց Արմանը չէ։ Արմանը ինձ ոչ մի բան չի էլ ասել։ Բայց ինչի պետք է հենց հիմա ասեց բան լիներ։ Չգիտեմ ինչ ասեմ քեզ։ Դե մի 2-3 ամիս դեռ կարող ես թաքուն պահել հղիությունդ, բայց հետո ինչ ես անելու։ Հետո ես գիտեմ ինչ կանեմ։ Ինչ ես մտածել։ Հետաքրքիր է չի պատասխանում զանգերիս։ Կարող այդ մորից հերի գործնա։ Չէ, բայց դրա դուխը այդքան չէր հերիքի։ Դե պատասխան ելի մագա։ Շնորհավորում եմ։ Պտուղը արդեն 10 շաբաթական է։ Սիրտը նորմալ է աշխատում։ Այս պահի դրությամբ շեղումներ չեմ տեսնում։ Սեկա։ Այո։ Հիմա որ երեխեք ունենային, թե ասեին պապան գործից եկավ, չէ։ Այս անգամ հպարտ պետք է ասեն։ 15 րոպեում ապեր, այնքան փող աշխատեցի, որ քարվաշոկ 2 ամսում չեմ աշխատում։ Այո, ռուբո։ Ու քաշ։ Ճիշտ են էլի ասում, որ Ամերիկայում դերասաններ լավ փող են աշխատում։ Հələ մի րոպե ո՞ր։ Բայց ես ինչ արեցի իրակետ, հələ պատմում։ Դերասանություն արեցի հացու։ Ու կինոյում չէ, կյանքում։ Լավ է փող են տվել, բայց այդտեղ ինչ ես բերել, տաներ բանկ դնեիր։ Երանի չէր բանկում հաշիվ ունենայի։ Էլ ինչ կուզեի։ Ոնց դու բանկի հաշիվ չունես։ Չէ, ախպերես։ Բանկում հաշիվ ունենալու համար մարդը նախ պիտի թուղթ ունենա։ Իսկ մեր Ռուբոն թուղթ չունի, որովհետև այս երկրում անօրինական է։ Զարմանում եմ ապեր ոնց են Ամերիկայում մարդիկ անօրինական ապրում։ Հա լավ դու էլ։ Թե չէ որ դու օրինական ես ինչ։ Ես ճիշտ եմ։ Ուրեմն հիմա ես ու Հակոբը գնում ենք խանութ, դրանով առևտուր ենք անում, որ գանք տուն մոտ լավ քեֆ անենք։ Ես էլ կդնեմ ընդեղ 2 ամսվա վարձը կտանք, հետո կստանանք կտակ։ Գնացինք Ռուբ ջան, ոնք ես ինչ բերենք։ Մեկ ապեր։ Դե դու սեղանը քիզ մեն գալիս ենք։ Սրա վերջի քեֆա։ Ընկերը լավ էլ իր գործն արեց։ Դե լավ է, կարևորը որ դուք գոհ եք։ Ավերն չեն խոսացի, որ այսօր չի եկել։ Չէ, զանգեց ասեց, բոսը նորմալ տղա էր, հասկացա։ Վաղին վերջի օրն է, այս տանել բերելուց կպրծնենք։ Տանել բերելը հեչ։
կարևորը կողքս գնաս, կզբաղվենք իմ գործերով։ Իմ գործերից նորություն կա։ Կա, լոյերի մոտ է զբաղվում այդ գործերը։ Ինչ է այդ ինտերվին, բավոր մերժեն։ Չեն մերժի, մի մտածի։ Ոնց որ տենց վստահ եք, ախր իմ նման օրական 1000-ատ մարդ է գալիս Ամերիկա։ Այդ 1000-ատ մարդը ոչ Վանո ունի կողքը, ոչ է Վանոյի լոյերից։ Վանո ունենք աշխարհը չունի։ Այդ հեչ։ Այս երկու օրը դի զանգես Երևան, նա դաշտի հետ խոսաս։ Երբ ասեք։ Կասեմ, կզանգես իրան, երկու բան կխոսաս հետ ու համարս կտաս թող զանգի ինձ։ Այդ զանգելուց հետո իմ ընտանիքի համար խնդիրներ չի առաջանա Երևանում։ Խորեն ջան, որ իմ համարը տաս իրան, ինքը քո ընտանիքից ինքան հեռու կփախնի, որ չես պատկերացնում։ Հենց հիմա զանգ եմ։ Ես կասեմ երբ միշտ ապի։ Բաղը կտանեմ ձեզ կշատացնեմ։